Անի, հոյթի, Անի ջավանց ես։ Լավ են, դուք ինչպես եք։ Սիրում, պոպուշ, Անի ջան, տրամադրությունդ լավ է։ Շատ լավ։ Շատ լավ է։ Ոչինչ, ես աժուրինք փչացնի տրամադրությունը։ Չէ, աստվածո չէ։ Ինչ ես երկել Անի ջան։ Բիոնսեի Listen։ Բիոնսեի երկացանկից շատերն են երգում։ Ով է եկալ, ուզում եմ ասել, ով է եկել քեզ հետ միասին։ Հայրիկը եւ ընկերուհիներս։ Ով նպաստեց, որ մասնակցես X Factor նախագծում։ Մայրիկը։ Միայն մայրիկ, այսինքն դու տես ցանկություն չունեիր։ Չէ, շատ մեծ ցանկություն։ Դու ուներ, մայրիկն ասեց, ճիշտ ես անում, գնա ու կախտես, ան ասեց, այո, հա։ Վերջ, ու հավատանք, որ հոզված չես։ Ուզես մինչև այնտեղ գամ հետդ։ Դա չգիտեմ։ Գնացինք, ես կվերադառնամ, գնացինք։ Ինչով եք զբաղվում, բացի սովորելուց իհարկե։ Հիմնականում սիրում եմ ֆիլմեր դիտել եւ գրքեր կարդալ։ Ձեր սիրված ֆիլմը եւ ձեր սիրված գիրքը խնդրեմ։ Ամենասիրած գիրքը Harper Lee ծաղրասայրակ սպանելը, իսկ ֆիլմը չգիտեմ շատ կա։ Ինչ եք երգելու այսօր։ Beyoncé-ի Listen-ը։ Մեր սիրած երգն է։ Այո։ Եթե ես ունենայի օրինակ ժամանակի մեքենա, հետ կգնա եւ այն մարդուն, որ Beyoncé-ի համար այդ երգը գրել էր, կխեղդեի։ Բայց ցավոք սրտի ես չունեմ այդ ժամանակի մեքենան եւ Անի ջան փորձեք մեզ համոզել, որ իրոք դա հոյակապ երգ է։ Ավելի գարը։ Այ գլովա, վայ։ To the song here in my heart, a melody I start but can't complete. Listen to the sound from deep within. It's only beginning to find release. Oh, the time has come for my dreams to be whole. They will now be pushed aside our walls into your own. All 'cause you won't listen. Crossroads, I'm not at home in my own home, and I try to say what's on my mind. You should have known. Oh, now I'm done leaving you. You don't know what I'm feeling. I'm more than what you made of me. I follow the words you give to me, but now I gotta should have listened. There is someone here inside, someone I thought had died so long ago. Oh, I'm screaming now, my dreams to be heard. They will now be pushed aside or walls into your own. All 'cause you won't listen. I'm not at home in my own home, and I'm
Մերսի շատ։ Այ, վայ։ Ինչ վատություն ենք արել մենք։ Ինչ։ Անի ջան, վայ։ Անի ջան, ունեք շատ գեղեցիկ աչքեր Բայց եւ շատ ինկաներ։ սիրուն բացինկաներ, այո։ Իսկ այն 4 րոպեն, որ մեր կյանքից խլեցիք, հիմա դուք։ Ես չգիտեմ, մենք ինչ ենք ձեզ արել, լավ իսկական։ Իսկ ինչի այս երգը ընտրեցիք։ Սիրում եք։ Սիրում եք այս երգը։ Հիմա պատկերացեք, օրինակ ձեզ ինչ-որ մեկը գար ստիպեր ասեր այդ ձեր սիրած գիրքի նման մի հատ գիր գրեք, գրեիք։ Երևի։ Okay, լավ։ Այդ դեպքում ես ներողություն եմ խնդրում եւ խոսքը փոխանցում Մերիկին, որը որ հերթական անգամ ապրեց այդ բառը հայերեն շատ վատ է հնչում։ Անին Էքստազ լավ շատ գեղեցիկ եւ խելացի աղջիկ է երևում։ Ես վստահ եմ, որ նա կյանքում այնքան մեծ բաների է հասնելու, բայց ոչ երկի միջոցով։ Շատ անգամ մեզ թվում է, որ մենք կարող ենք անել մի բան, որը մեզ մոտ կստացվի եւ գնում ենք այլ ուղղությամբ։ Այսինքն շեղվում ենք այն ճիշտ ճանապարհից, որով պետք է գնանք։ Դուք դեռ երիտասարդ եք, գտնելու եք բազմաթիվ մասնագիտությունների միջով անցնելու եք, բազմաթիվ գրքեր եւ ֆիլմեր եք նայելու եւ բազմաթիվ ցանկություններ են լինելու այս կամ այն մասնագիտության մեջ կայանալու։ Մեկը ես ոնց հասկացա երգն է, բայց ցավոք երգը չեմ կարծում որ ձերն է, ես չեմ ուզում ձեզ խաբել, որպեսզի դուք այստեղից դուրս գաք այն ցանկությամբ, որպեսզի շարունակեք, պետք չէ շարունակել ընդհանրապես, պետք է փնտրել ուրիշ մասնագիտություն, որը կդառնա իսկապես ձերը։ Ես վստահ եմ, որ դուք շատ հաջողակ եք լինելու ձեր կյանքում։ Շնորհակալություն, խնդրում եմ մի տխրեք, ժպտացեք, որովհետև տեսեք ես ոնց են ձեզ ծափարում, ես էլ կգամ ձեզ կգրկեմ։ Միչև կլինի ձեզ կրկեմ։ Իվս դեք, խնդրում եմ։ Բարձր ծափարեք նրան։ Ես խնդրում Մերիկին ժյուրի կազմից անել, որովհետև իր фонին ես Բոբո է մերևում։ Злаче է։ գնդակը հարել է պետք։ Տեսնում եք, Էրիկը եկավ, ձեզ համբիրոց, ради этого стоила жизнь, դուք ել եկեք տխրել եք։ Անի ջան, գիրք կարդացեք, զբաղվեք ուրիշ բաներով, մի երգեք։ Մենակ տունը, մենակ տանը, այն էլ որ ոչ ոք չլսի, բացի ձեզանից։ Իսկ մի բան։ Իրանց մի լսեք։ Իրանց մի լսեք, Անի ջան, երգեք ինչքան ուզում եք։ Մարդիկ են եղել շատ ավելի մեծ տարիքում են սկսել շատ ավելի վատ ձայնով ու հասել են բարձունքների։ Աշխատեք, կարող է մի բան դու գիտեք, որ մենք չգիտենք։ Հիմա մենք էլ դրա մասին հələ որ չգիտենք, բայց դուք շարունակում եք իմանալ։ Մի տխրեք։ Սա ամեն ինչ չի։ Եթե մենք չենք տխրել ձեր երգից հետո, դուք մի տխրեք մեր խոսքերից հետո։ Լավ չեք կատարել, իմացեք դա, գնացեք շարունակեք պարապել, մի օր կգաք լավ կկատարեք։ Ես ձեզ ասում եմ ոչ, ու ասում դուխով։ Ոչ, Անի ջան, ոչ։ Ես ձեզ կասեմ, դուք ինքներդ եք հասկանում, որ ձեր երգածը միանշանակ ոչ էր, բայց ես քանի որ մեր երկրում պետք են նպատակասլաց եւ իր նպատակին հասած մարդիկ, ես ձեզ կասեմ, այո, այն մյուս նպատակի համար, որը այստեղից դուրս գալուց ձեզ համար դնելու եք։ Այո։ Էրիկն է, դնում են ինչ էր ասում։ Եկեք լինենք անկեղծ, դուք էլ գիտեք, որ ես գիտեմ, որ դուք գիտեք, որ ես ձեզ ասելու եմ այսօր, այս պահին ոչ։ Անի, հուզվել չկա։ Անի ջան, դե ասա ինչ, դու նայ մինչև վերջ երկեցիր, քեզ թողեցին երկել մինչև վերջ, չէ, երկը կատարեցիր, բայց ես քո դեմքից հասկացա, որ դու համաձայն չես ժյուրի անդամներիդ։ Ճիշտ եմ նկատել։ Չգիտեմ, հետ կարեց։ Ասա քեզ անկեղծ ինձ հետաքրքիր է, դու քեզ ոնց ա թվում, դու լավ կատարեցիր։ Չէ, իհարկե ոչ։ Մենք էլ օրինակ պապայի հետ խոսում ենք, պապան էլ էր ասում, որ ես այդքան էլ գոհ չեմ։ Ինչն է խանգարի Անի ջան, որ էլ ավելի լավ կատարես։ Չգիտեմ։ Չգիտես ինչ։ Ես կարամ։ Պապան գիտի։ Ահա, իհարկե անփորձություն է, առաջին անգամ է նման, ասենք, բեմից
երկունք։ Համփորձությունը մեկ։ Փորձությունն ավելի շատ, մենք էլ ամաչկոտությունն է, հուզմունքը, այդ ամեն ինչը ես ես տունը իրականում լսել եմ եւ շատ ավելի շատ լավ։ Ավելի լավ է։ Մատած տեղի համար շատ լավ։ Վերջային ջան, քեզ հաջողություն չնեղվես, ընդհանրապես կյանքում չնեղվես, չկա այդպեսան որ նեղվես։ Եդես, եղա, հաջողություն քեզ։ Ես շատ բան եմ ուզում, մենակ երկչուհի չի ուզում դառնալ, ամեն ինչ ուզում դառնալ։ Եվ երկչուհի, եւ դերասան, եւ կինո ռեժիսոր, եւ չգիտեմ ինչ։ Բա դուք ինչ եք ասում։ Ես ամեն բանից տեսնում եմ իր մեջ, որ իսկապես կա իր մեջ։ Հիմա պետք է կարողանանք ավելի ճիշտ ընտրություն անենք, երևի թե ես էլ փորձեր, սա մեզ մի ջոս ասեց, որ կարող են փոխել մտահղացումները այլ ուղղությամբ։ Կողմնորոշվեցիք արդեն, որ այս բնակավարում Չէ, նես չի, որ միանշանակ կողմնորոշվեցիք, որովհետև էլ եմ ասում, ես իր կատարումները տանալսել եմ, շատ ուրիշ տվավորություն տվել, թե ինչ է խանգարեցրել դա, ես չգիտեմ։ Ճիշտն ասած չհասկացա ինչ տեղի ունեցավ, կարծում եմ ժյուրին ճիշտ էր եւ կարծում եմ ամենակարևորը որ փորձ պետք է ունենայի երգելու եւ չեմ հուսահատվում, հաջորդ տարի անպայման գալի եմ։